Անցնող տարին թեժ էր Արցախի շուրջ իրադարձություններով, ապրիլին կանխվեց Ադրբեջանի պատերազմը սկսելու փորձը, բայց իրադրությունը սրվել կարող է ամեն պահի։ Իրավիճակը ավելի վատ է, քան 1 տարի առաջ։ Կարելի է ասել, որ պատերազմի հավանականությունը չի վերացել, որովհետև խնդիրները լուծված չեն։ Ապրիլյան պատերազմում Հայաստանի կողքին չկանգնեց ռազմական դաշնակից Ռուսաստանը։ Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը կարծում է, դաշնակիցների վրա հույս դնել պետք չէ։ Մենք մեր վրա պետք է դնենք մեր հույսը։ Դաշնակիցները սովորաբար դաշնակցում են որևէ խնդրի շուրջ։ Դաշնակիցները չեն дաշնակցում ընդհանրապես ցանկացած հարցի շուրջ։ Ընթացիկ տարվա ընթացքում նվազեցին կրկին բանակցությունների сеգանի շուրջ վերադառնալու շանսերը։ Я не вижу никаких перспектив того, что Карабахский конфликт, можно двигаться к урегулированию Карабахского конфликта, и стороны это понимают, на мой взгляд, и будут продолжать пытаться удержать в тех рамках, которые примерно есть, чтобы не было очень сильных обострений. Արցախի հարցը շարունակում է մնալ Թուրքիայի ու Ռուսաստանի հետաքրքրությունների կիզակետում։ Կողմերի ազդեցությունն այս հարցում թույլատրելիից բարձր է։ Ռուս-թուրքական հարաբերություններում Ղարաբաղը միշտ եղել է ուրեմն մանրադրամի դերում, Ղարաբաղը միշտ սակարկության առարկա է եւ այնքան է դա ակնհայտ, որ Ռուսաստանն ու ուրեմն Թուրքիան են իրար հետ քննարկում Ղարաբաղյան հարցի լուծումը, հետո նրանց արտգործնախարարները կամ արտգործնախարարությունների խոսնակները մեծ տեղյակ են պահում։ Քաղաքագետների գնահատմամբ հաջորդ տարին Հայաստանը պետք է օգտագործի դիրքերը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում ուժեղացնելու համար։ Այդ գործում առաջնահերթ է քաղաքական մենաշնորհի վերացումն ու պայքարը կոռուպցիայի դեմ։